Ձեզ համար հասկանալի է, որն է Փաշինյանի քարոզած իրական Հայաստանը։ Դե առհասարակ պատմությունից ելնելով մենք ինքներս բոլորս էլ հասկանում ենք, որ թուրքերի հետ բարեկամությունը անհնար է, հատկապես վերջին 44 օրյա պատերազմից հետո, երբ մեր աչքի առաջ տեղի ունեցավ նմանատիպ դաժան տեսարաններ մեր տղաների հետ կապված։ Ես օրինակ չեմ պատկերացնում, չեմ կարող ասել, ով պատկերացնում եմ, անձամբ ես չեմ պատկերացնում։ Դուք եք տեսնում, որ մեր ինքնությանը հարված է հասցվում, մեր եկեղեցին թիրախավորված է, մեր ժողովուրդը զգում է, հասկանում է ինչ է կատարվում իր հետ, իր դեմ։ Անձամբ ես տեսնում եմ, բայց ես մենակս շատ քիչ եմ, այսպես ասած, շատ փոքր եմ ինչ-որ մի բան անելու համար։ Եթե մեծամասնությունը որոշի ոտքի կանգնել, բնականաբար կլինեմ մեծամասնության կողքին, բայց անձամբ ես ոչինչ անել չեմ կարող տվյալ պարագայում։ Միանշանակ շատ մարդիկ շատ բան տեսնում են, լսում են, շատ բան գիտակցում են, բայց ոտքի չեն կանգնում։ Դա է մեր խնդիրը։ Հիմա եթե ԿՊ-ական իշխանությունը եւ նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե թշնամին նեղվում է, ջղայնանում է, վատ է զգում իրեն, երբ որ մեր կնիքների մեջ Արարատ լեռի պատկերը կա, հանենք, որ հանգիստ խաղաղ ապրենք։ Այսպես ուր կարա հասնի։ Մի օր կարող են ասեն խանգարում է Սասունցի Դավիթը, որտեվ Սասունը ձեր տարածքում չէ, հա, ձեր էպոսից հրաժարվեք, ինչեւ ուր կարանք սենց հասնենք։ Ասահմանափակ տեղեր կարող ենք հասնել իրականում։ Չգիտեմ, այնքան էս ընթացքում բաներ տեղի ունեցան, որ երևի թե Արարատի կնիքը հանելը փոքրագույնն է այս պարագայում իրադարձություններից, բայց մեր սուրբ խորհրդանիշն է, ես չեմ հերքում դա, միանշանակ։ Արարատի կնիքը հանելը չեմ կարող ասել ինչ դեր ունի, բայց ես մտածում եմ սահմանադրության հետ կապված, հետո հետագա քայլերի հետ կապված հանկարծ սահմանադրությունը չորոշեն ինչ-որ փոխել, չնայած որ դրա իրավունքը չկա, որովհետև Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է եւ սահմանադրության հետ կապված մենք ինքներս պետքա որոշենք, քանի որ մենք ժողովրդավար պետություն ենք, բայց չեմ կարող ասել իշխանությունները ինչ կորոշեն։ Ալիևն է հրահանգում Հայաստանին, որ սահմանադրությունը փոխեք, սրանք էլ ընդունել են։ Փաշինյանն էլ ընդունել են, ասում են ինձ քվետվեք, մենք սահմանադրությունը փոխենք։ Սա ձեզ համար բարձր է նպատակը, որն է իրականում։ Նպատակը կարելի էր ասել դե Ղարաբաղի հետ կապված, որ մենք Լեռնային Ղարաբաղը արդեն տվեցինք, վերջացրեցինք, կոպիտ ասած, անկախություն Սյունիքի հետ կապված իրենք նկրտումներ ունեն բնականաբար, ես կարծում եմ, որ այս գործընթացը դեռ ավարտված չի ու ամեն դեպքում դեռ խաղաղության պայմանագրի տակ շատ բաներ կա թաքնված։ Այսինքն դուք համոզված եք, որ խաղաղության մասին, որ խոսում է Փաշինյանը, դա իրական խաղաղություն չէ ամենևին, այո։ Ես չեմ կարծում, որ դա խաղաղություն է։ Խաղաղություն լիներ, ի սկզբանե տվել էին 5 շրջանները Ղարաբաղի, ինչի չխաղաղվեց։ Դրանից հետո մենք ունեցանք շարունակություն, մենք ունենք ռազմագերիներ, մենք կարմիր խաչ չունենք, այսպես ասած, որպեսզի մենք իմանանք մեր ռազմագերիների վիճակը։ Ես չեմ կարծում, որ այդ խաղաղությունը, թվացյալ խաղաղությունը ինքը հենց ինքնին խաղաղություն է։ Եվ հետո եթե խաղաղությունը ինչու չեն ազատ արձակում մեր գերիներին, չէ՞ օրինակ։ Ինչու ազատ չեն արձակում, ինչու Սյունիքի հետ կապված նկարտումները, այսպես ասած, շարունակում Ալիևը, բացահայտ քայլեր է արվում ու այսօր Ալիևի քաղաքականությունը շատ բացահայտ է։ Այլևս թաքցնելու ոչինչ չկա։ Իսկ դուք Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանին, ինչպիսին եք բնութագրում, ինչպիսի ղեկավար է։ Ի սկզբանե ես հավատացել եմ իրեն, մասնակցել եմ հեղափոխությանը, ներկայումս իրականում ոչինչ ասել չեմ կարող։ Չեմ կարող ասել, որ ես այդ մարդու նկատմամբ լցված եմ, ինչ-որ ատելությամբ, ինչպես ժողովրդի մեծ մասը, բայց քայլերը, որոնք որ ես տեսնում եմ, դրանք իմ ազգին օգտին չեն, այսպես ասած։ Այն, որ համարվում է, որ նա թշնամական երկրների շահերն է սպասարկում, դուք չեք նկատում իր քայլերից։ Ես ինչ-որ նկատում եմ ավելիավը պահեմ իմ մեջ, որովհետև զրպարտել ամեն դեպքում պետք չի մարդու։ Փաստերը համադրելու։ Փաստերով դե շատ բան է երևում, հա։ 2026 թվականին, որ գնաք ընտրության, ում կտակ ձեր քվեն այս պահի դրությամբ, ասենք, տեսնում եք որոշակի քաղաքական ուժերի, անձանց, ովքեր կարող են լինել առաջնորդող, ովքեր կարող են իսկապես հավակնել Հայաստանի Հանրապետության ղեկը ստանձնելու, հա, այդ առաջնորդը լինելու դերին։ Ես կցանկանայի նոր կազմակերպություն տեսնել, նոր առաջնորդներ,
այս պահի դրությամբ չեմ կարող ասել, ով կմասնակցի առհասարակ ընտրությանը, Փաշինյանին հաստատ չեմ քվեարկի, բայց թե ով կմասնակցի ընտրությանը եւ ինչ տեսլականներ ու ծրագրեր իրեն կառաջարկեն, ըստ դրանից կախված արդեն կկայացնեմ իմ ընտրությունը։ Բայց ես կցանկանայի ավելի նոր, այսպես ասած, որովհետեւ ոչ նախկիններից, ոչ ներկա իշխանությունից ես չէի ցանկանա մարդ լիներ իշխանությանը։ Այսինքն նոր այլընտրանքային ուժեր կա, բայց նոր ձևավորվող ուժեր կան, նկատում եք արդեն։ Չեմ նկատել, բայց կհետևեմ գործունեություններին, եթե ունենք նոր կազմակերպություններ։